Ինչպես կբնութագրեք կեսգիշերային խոստովանություն ներկայացումը մեկ նախադասությամբ։ Կեսգիշերային խոստովանություն։ Փորձեմ ձևակերպել կին եւ տղամարդ հարաբերությունների ծայրաստիճան տարբեր դրսևորումներ։ Ինչպես կբնութագրեք ձեր կերպարը 3 բառով։ Ուժեղ, թխրուն, էմոցիոնալ։ Սիրող, ազատ ու ցավոք ուժգնահատող։ Ձեր կերպարի մեջ կա ինչ-որ բան, որ համընկնում է ձեր իրական եսի հետ։ Կա։ Ինչ է։ Ինչը որ թվարկեցի, երեքն էլ համընկնում էին։ Որևէ կապ ունի ձեր կերպարը ձեր իրական կյանքի հետ։ Քիչ։ Ինչ կտանի հանդիսատեսը իր հետ այս ներկայացումից։ Հույզեր։ Ինչու պետք է մարդիկ նայեն ներկայացումը։ Կարծում եմ ներկայացման մեջ իրենց կտեսնեն ու իրենց բացթողումները նույնպես։ Որ հատվածներ ձեզ ամենաշատը հուզում։ Երկու տեղ կա, որ հուզվում եմ, առաջինը իմ մոնոլոգի ժամանակ եմ հուզվում եւ երկրորդը Սամվելի։ Որն է ներկայացման հիմնական ասելիքը։ Երևի գնահատել ու պահել այն, ինչ որ ունես։ Արվեստը կարող է բուժել մարդու ներսի հակասությունները, ըստ ձեզ։ Գիտակից մարդու պարագայում է։ Որպես այդպիսի ներկայացում, թվով սա առաջինն էր, բայց նաև մենք ունենք երկրորդ ներկայացումը, իսկ առհասարակ մենք ունենք նախագծում ընթերցումներ, պոեզիա ընթերցումներ մեր սիրված դերասանների կողմից։ Եվ այսպես արդեն շուրջ 5 տարի է։ Ուղղակի շատ գեղեցիկ մի օր քնից արտացանք եւ որոշեցինք այս ամենը իրականացնել, թեպետ ունեցել ենք փորձ աուդիոզայնագրությունների, արտիստների հետ, ինչն էլ նաև մեզ օգնեց այս ամենը իրագործելու։ Ամեն մեկը յուրովի իր հետ տանում է այն ամենը, ինչը իրեն պետք է։ Հանդիսատեսը նայելով այս ամենը, փորձում է ինչ-որ մի բան գտնել, ինչ որ իրենն է։ Եղել է դեպքեր, անգամ ընդհանրված են եղել զույգերը կամ հակառակը, եւ այս ներկայացումը նաև օգնել է շատ շատերին լիարժեք հասկանալու իրականում ինչ է։ Ներկայացման մեջ եթե 50% եմ ստեղծագործություններ են կամ ավելին։ Ձեր գրած, ձեր ամենասիրած ստեղծագործություններից 4 տող կասեք։ Այո։ Դու ոտքից գլուխ երջանկություն ես։ Կարապիս երկն ես, ծիծաղիս գույնը։ Իմ դրացումն ամբողջությունն ես։ Ես սիրում եմ քեզ ու քո անունը։ Պարզապես քաղցում եմ քեզ։ Ինչպես հացին ես քաղցում կամ լույսին երբ ընկած ես մի ջահերից ներս։ Պարզապես արի, օգնիր, նորոգ ենք այս տնակը խեղճ, ախր դու գիտես, թե բուքն ինչ կանի, դու էլ ես ախր ապրել նրա մեջ։ Այսօր ինքան բարդ է խոսել քեզ սիրելուց։ Մնայքուց։ Քեզ դեռ չգրված երկի ստողի պես անգիր եմ արել, բայց արտասանել չեմ կարողանում։